Ինչպիսին են Եվրամիությունից եւ Թուրքիայից արձագանքները հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես է արտգործնախարարը գնահատում Հական Ֆիդանի հայտարարությունները եւ արդյոք ճնշումներ կան Հայաստանի վրա։ Կեղծ էկոակցիայից մինչեւ քաղաքական ու ռազմական ծրագիր, ինչպես Արցախը շրջափակվեց, հայաթափվեց եւ ինչպես է այսօր արդեն նույն հանքավայրը շահագործվում առանց բնապահպանների։ Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի հաղթանակի ցանկը, 143-րդ համարում նշված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե սպառնալիքները շարունակվեն, Թրամփի պատասխանը Իրանի դաս տվող հայտարարությանը։ Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար, Մակրոնի գրասենյակի հայտարարությունը։ Հանրությունը պետք է չզայրանա պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից, ֆինանսների նախարարի պարզաբանումը պարգևավճարների վերաբերյալ։ Պատվաստվել թե ոչ, հասարակությունը տարակարծիք է, արդյոք պատճառը անվստահությունն է առողջապահական համակարգի նկատմամբ։ Ընդլայնվել է հեղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը, պայքար նորածնային մահացության դեմ։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Խաղաղության գործընթացին անդրադարձել են թե Եվրամիությունից, թե Թուրքիայից Հական Ֆիդանի մակարդակով։ Հայաստանի արտգործնախարարը վստահեցնում է, բանակցային գործընթացում կան շոշափելի առաջընթացներ եւ խաղաղության օրակարգը մնում է կառավարության առաջնահերթությունը։ Փաշինյանի խոսքով էլ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի մանրամասները Նայիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերջին երկու շաբաթվա ընթացքում արձագանքեցին եւ Եվրամիությունից եւ Թուրքիայից։ Վերջինի դեպքում արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի Հական Ֆիդանի մակարդակով։ Տարվա սկզբին Ֆիդանը հայտնել էր, թե խաղաղության օրակարգը առաջ տանելու հարցում ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա։ Մեկ այլ հարցազրույցում էլ նույն պաշտոնյան հայտնել էր, թե դրական են գնահատում քաղաքականությունը բանակցությունների կարգավորման առումով, որ տանում է Նիկոլ Փաշինյանը։ Մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը համարում է, որ այդ վերջին հայտարարությունները մանիպուլացված տարբերակով են ներկայացվել հանրությանը։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամեն առօրյայի մաս։ Իրականում Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը։ Ընդհանուր առմամբ ըստ Արարատ Միրզոյանի Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև բանակցային գործընթացում շոշափելի հաջողություններ կան։ Այս ամբողջ ինչ որ ասեցի հրապարակային, այստեղ մի գրամ գաղտնիք չկա։ Ի վերջո այդ երկու երկրներն են իրանք ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում ամեն մեկը իր համար այն մյուս երրորդ երկրի հետ ունեցած ուրեմն բանի չափով հաջողության չափով։ Թրիփ նախագծի մասին ընդդիմադիր падգամավորները հետաքրքրվեցին։ Ի վերջո Վաշինգտոնյան փաստաթղթում փոխադարձ առավելություններ ձևակերպումը ինչ է ներառում։ Փաստաթղթում հստակ ձևակերպում չկա, օրինակ Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի տարածքից ինչ պայմաններով են օգտվելու։ Մենք հատելու ենք, երբ ենք հատելու Ադրբեջանի սահմանը մեր գնացքով, որոնք են լինելու այդ հատման եւ անցման պայմանները, արդյոք ընտեղել է լինելու front office, back office։ Դա տեղի ունենալու են ժամանակ, երբ որ երկաթգիծը պատրաստ լինի։ Գնացքը գնում է երկաթուղով։ Հիմա ինչի՞ է գալիս Վրաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանին, Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, հասկանում եք։ Չկա, նետու, որ բենզինի գինը 20%-ով ընկել է, դիզվառելիքի տոկոսները ճիշտ եմ ասում, ես ճիշտն ասած այդ թվերի մեջ չկամ, չգիտեմ, ով գիտի, երկրորդը, ծորենը ներկրվում Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում տարբեր ընկերությունի կողմից, դա փոխադարձ առավելություն չի։
Ընդդիմադիր падգամավորը հետաքրքրվեց նաև. նախատեսվում է, որ օրինակ կստորագրվի առանձին փաստաթուղթ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև, եւ ինչու դա համատեղ չստորագրվեց։ Դա ընթացակարգ է, հռչակագիրը եղավ, իրավական ընթացակարգը, իրավական շրջանակը, որից հետո արդեն իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն եւ այդ թվում կգան խորհրդարան եւ կհաստատվեն։ Փաշինյանը հայտնեց, թե TRIP նախագծով Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան։ Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի տարածքով անցնող մալուխային համակարգից, հնարավոր կլինի նաեւ միանալ էներգետիկ ցանցին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 4 տարի առաջ Արցախի բլոկադան մեկնարկեց բնապահպանական կեղծ պատրվակով, երբ էկոակտիվիստները բողոքում էին հանքավայրի գործունեության դեմ։ Արդեն այսօր նույն հանքավայրը գործարկվել է առանց որևէ դժգոհության կամ բողոքի ակցիայի։ Այս հակադրությունը պարզ վկայություն է, որ այդ երկրի քաղաքացիական նախաձեռնությունների ֆարսը ևս քաղաքական ու ռազմական նպատակները սպասարկող գործիք են եղել, իսկ շրջափակումը նախապատրաստված քայլ Արցախի լիակատար օկուպացիայի եւ տնտեսական շահագործման ճանապարհին։ Էդվարդ Պողոսյանի անդրադարձը։ 2022 թվական դեկտեմբեր ադրբեջանցի կեղծ բնապահպանները հակել են ակտիվիստի շորերն ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իբր դժգոհում են Մարտակերտի Կաշենի պղնձի հանքավայրի գործունեությունից։ 2026 թվական հունվար Արցախի ամբողջական հայաթափումից հետո առաջին հանքարդյունաբերական նախագիծը գործարկելու կոճակն է սեղմում Բաքվի բռնապետ Ալիևը, պայթեցնում քարերը։ Նույն Կաշենի հանքավայրն է ամբողջական համալիր են դարձրել պղնձաձուլարանի թաթ-թափոնների պահեստ էլեկտրական ենթակայանի շենքերն առանձնացրել, էկո-ակտիվիստներ տարածքում չեն երևում։ Ադրբեջանում առհասարակ չկա քաղաքացիական ակտիվիզմ։ Յուրաքանչյուր էպիզոդ իր հետ բերում է լրացուցիչ ապացույցներ, բայց խորքում ի սկզբանե ակնհայտ էր եւ երևի թե որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ սա Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նախագահ Ալիևի գլխավորությամբ եւ հրահանգով կազմակերպված օպերացիա էր, որի նպատակն էր բլոկադայի ենթարկել Արցախը, դրա համար ստեղծել այսպիսի հիմքեր եւ պայմաններ, որպիսի ժողովուրդը եղած պաշարները, ռեսուրսները սպառվեն, բարոյահոգեբանական վիճակը վատ թարանա, ինչը հնարավորություն կտա հեշտությամբ ռազմական գործողությունների միջոցով օկուպացիա ենթարկել ամբողջական Արցախը։ 929 հեկտար ընդհանուր մակերես ունի այս համալիրը, վերակառուցել են թուրքական եւ գերմանական տեխնոլոգիաներով, ներդնելով շուրջ 15.3 միլիոն մանատ։ Պղնձաձուլարանը վերամշակելու է արդյունահանված հանքաքարը եւ արտադրելու պղնձի խտանյութ։ Նախատեսել են ձուլարանում տարեկան մինչև 5.6 միլիոն տոննա հանքաքար մշակել։ Հանքի պաշարների սկզբնական շահագործման ժամկետը 2025-ից 2030 թվականներն են։ Այս ժամանակահատվածում պատրաստվում են Չինաստան արտահանել 85,000 տոննա պղնձի խտանյութ, ընդհանուր 1.6 միլիարդ մանատ արժողությամբ, եւ չնայած ըստ Ալիևի Կաշենի շահագործումը Ադրբեջանի տնտեսական վերածնունդն է ազդարարում, այդ երկրի բյուջե եւ ոչ մի դրամ չի հասնելու։ Նախ այն մասնավոր սեփականություն է, որին կառավարությունը 10 տարով ազատել է հարկային պարտավորություններից եւ այստեղ որևէ բան պատահական չէ։ Միջազգային հետազոտությունները Ալիևի դստեր ականջներն են տեսել մասնավոր գործարքների հետևում։ Երբ որ պետության մեջ ավտորիտարիզմ է, դիկտատուրա է, մի ընտանիք է, այս բարեկայում նաեւ երկու ընտանիք է, որովհետեւ նաեւ Փաշաևների ճյուղն է, կնոջ կողմից Ալիևի, երկու ընտանիք ամբողջ իշխանությունը վերցրել են իրենց վերահսկողության տակ եւ ամբողջ պետությունում ինչ որ տնտեսական ինչ զարգացումներ են տեղի ունենան, իհարկե այդ մարդիկ հաշվի պետք է նստեն, ինչ որ մաս 5%-ն է, 10%-ն է, 50%-ն է, բայց կիսելու են այսօրվա իշխանությունների հետ։ Ալիևի ձեռքն այսօրվանից նաև Արցախի սրտին հասավ։ Ստեփանակերտում մշտական բնակվելու է ուղարկում ադրբեջանցիներին։ Անցած դեկտեմբերին են վիճակահանություն արել, հայկական շենքերն ու հայերի տներն իրար մեջ արել։ Նախ եթե հետևենք ընթացքին կտեսնենք, որ այնպես չի, որ Ադրբեջանում շատ են նրանք, ովքեր ցանկանում են բնակեցվել Արցախի տարածքում։ Մյուս կողմից նույնիսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվել են բնակվելու Արցախի տարածքում, տեսնում եմ օրինակ բողոքում են կառուցապատումից, շատերը փորձում են հեռանալ Արցախի տարածքից։
ցուցադրվում է Արցախի այսպես վերաբնակեցում, բայց խորքում ես կարծում եմ կան թե ներքին խնդիրներ, ներդրումները Արցախի վրա ադրբեջանցիների մոտ են երբեմն առաջացնում այսպես ընդդիմադիր ձայներ։ Արցախում Ալիևի խոշորացույցի տակ բոլորն են իրենց հարմար մի պահ ադրբեջանցիները չեն կարող ներս ու դուրս անել, գնալ ու գալ։ Հայկական դրախտավայրը դժոխք է դարձել նրանց համար։ Բռնազավթված հողում հիմա նաև կատակում են, Ղարաբաղում վիզայով են տեղաշարժվում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի նվաճումների ցանկում։ Միևնույն ժամանակ Երևանից ու արդեն նաև Բաքվից դրական պատասխաններ ստացել իր կողմից ստեղծվող խաղաղության խորհրդին անդամակցության համար, որն առայժմ պետք է զբաղվի Գազայի հարցով։ Փորձագետների համոզմամբ հետագայում նաև այլ հակամարտությունների կարգավորման հարցերը կգան այս կառույցի օրակարգ, իսկ իրականում մասնագետների խոսքով Թրամփը ձգտում է նոր միջազգային կազմակերպության ստեղծմանը, քանի որ քաղաքական աշխարհի կենտրոնական կառույցի միավորված ազգերի կազմակերպության որոշումները տարիների վեր մնում են միայն թղթերին։ Կարծես թե նա փորձում է ստեղծել աշխարհակարգ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան 3 հզոր ուժային միջուկային տերությունների գերակայությամբ։ Նման աշխարհակարգի ստեղծման ճանապարհին Թրամփը փորձում է ստեղծել նաև համապատասխան գլոբալ կառույցներ, քանի որ ՄԱԿ-ը արդեն վարկաբեկված է, մնացածները պետք է լինեն այդ կենտրոնների ազդեցության տակ, փոքր միջին պետությունները հիմնականում պետք է կողմնորոշվեն, որ ազդեցության գոտիથી նրանք գնան։ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարի-Ճեգերի հետ։ Քննարկվել են անհետ կորածների, գերիների եւ այլ պահվող անձանց հետ կապված խնդիրներն, ինչպես նաեւ հումանիտար մի շարք հարցեր։ Կարևորվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ եւ շարունակական համագործակցությունն, ընդգծելով նրա առանցքային դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, տուժած բնակչության պաշտպանության եւ միջազգային հումանիտար իրավունքի պահպանման գործում։ Կարևորվել է գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, շեշտելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ մարդասիրական խնդիրների լուծումը պետք է լինի առաջնահերթություն։ Այսօր Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա ասել է, որ տասնամյակների հակամարտությունը ինքը լուծել է 1 օրում։ Թրամփը պատմել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ հակամարտության մասին։ Vladimir Putin called me Armenian Պուտինն ինձ ասաց, չեմ կարողանում հավատալ, որ դուք լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Այն ձգձգվեց 35 տարի, եւ ես այն լուծեցի 1 օրում։ Կվերադառնանք քիչ անց։ Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե սպառնալիքները շարունակվեն, Թրամփի պատասխանը Իրանի դաս տվող հայտարարությանը։ Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար, Մակրոնի գրասենյակի հայտարարությունը։ Հանրությունը պետք է չզայրանա պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից, ֆինանսների նախարարի պարզաբանումը պարգևավճարների վերաբերյալ։ Շարունակենք թողարկումը։ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհրդում Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գազայի հարցով խաղաղության խորհրդին միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների, այդ թվում Նիկոլ Փաշինյանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախագահել այս միջազգային կառույցը, որը համաձայն Իսրայելի եւ Պաղեստինյան արմատական Համաս շարժման պետք է ստանձնի Գազայի հատվածի կառավարումը։ Միացյալ Նահանգների նախագահը նախատեսում է հունվարի 22-ին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հաստատել խորհրդի լիազորություններն ու կանոնադրությունը։
Վաշինգտոնը եւ Կիևը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ չեն ստորագրի Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրը, ինչպես նախկինում նախատեսված էր։ Աղբյուրի փոխանցմամբ ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Զելենսկին պետք է ստորագրեին փաստաթուղթը, սակայն երկու առաջնորդների միջև հանդիպումը, որի ժամանակ դա պետք է տեղի ունենար, չեղարկվել է։ Դեկտեմբերի վերջին Կիևը ներկայացրել է տնտեսական բարգավաճման ծրագիր, ընդգծելով, որ այն անհրաժեշտ է Ուկրաինային վերականգնելու եւ կյանքը վերադարձնելու համար։ Ծրագիրը նախատեսում է պատերազմի ավարտից հետո 10 տարվա ընթացքում 800 միլիարդ դոլարի ներդրում։ Վաղը Մոսկվայում սպասվում է Պուտին-Ուիտքով տետ-ա-տետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն է CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել, որ հունվարի 22-ին կմեկնի Մոսկվա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման։ Սթիվ Ուիտքոֆի հետ Մոսկվա կմեկնի նաև Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները։ Այս հանդիպումը հենց ռուսներն են խնդրել, կարծում եմ դա նրանց կողմից նշանակալի հայտարարություն է, ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին, ասելով, որ նրանց զգուշացրել էր, եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը հոդս կցնդի։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ, նրանք կջնջվեն երկրի երեսից, ասել է ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով News Nation-ի հաղորդավարի պնդումը, թե Իրանը սպառնում է Թրամփին։ Նա նաև մեղադրել է Ջո Բայդենին Թեհրանի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում չընդունելու մեջ։ Հիշեցնեմ, անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թրամփին անմոռանալի դաս տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա։ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի այն գործողությունների համար, որոնք ձեռնարկել է Իրանի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները մտադիր են այսուհետ էլ պաշտպանել իրանցիների իրավունքներն ու շահերը։ Իսկ ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին ասել է, որ Իրանը կպատասխանի ագրեսիայի ցանկացած գործողության ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է իրական բանակցությունների առանց նախապայմանների հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքի նկատմամբ պահանջների մասին հայտարարությունների ֆոնին։ Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում եւ պատրաստ է ներդրում ունենալ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։ Ավելի վաղ Թրամփը անհասկանալի պատասխան էր տվել լրագրողի այն հարցին, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու համար։ Հունվարի 20-ին Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլեսը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումը չի կարելի բացառել եւ կղզու բնակչությունն ու իշխանությունները պետք է պատրաստ լինեն դրան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հակադարձել է Դոնալդ Թրամփի կասկածներին, թե արդյոք եվրոպական դաշնակիցները կպաշտպանեն Միացյալ Նահանգները, եթե գործի դրվի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը։ Նա հայտարարել է, որ դրանում կասկած լինել չի կարող։ Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս մեծապես կախված է Միացյալ Նահանգներից, իսկ Եվրամիության երկրներին բաժին է ընկնում դաշինքի հնայի ընդհանուր ծախսերի միայն 25%-ը։ Այդ պատճառով, ըստ Ռյուտեի, Միացյալ Նահանգները մնում է դաշինքի առանցքային հենասյունը։ Իսպանիայում 2 օրում երկրորդ ողբերգական պատահարն է տեղի ունեցել երկաթուղում։ Մեծ արագությամբ ընթացող գնացքը Բարսելոնայում բախվել է հորդառատ անձրևի պատճառով փլուզված հենապատին։ Գնացքի մեքենավարը տեղում մահացել է, ավելի քան 37 մարդ վնասվածքներ է ստացել, շատերը ծայրահեղ ծանր վիճակում են։ Փրկարարները տուժածներին դուրս բերելու համար ստիպված են եղել վագոնը մասերի բաժանել։ Երկաթուղային վթարներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի այլ երկրներում, Լեհաստանում, Մեխուով, Սլոմնիկի հատվածում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, հայտարարել է երկրի ենթակառուցվածքների նախարարը։ Նա հայտնել է, որ գնացքում մոտ 20 մարդ է եղել։ Գերմանական Բիլդը գրում է, որ վթարը տեղի ունեցել նաև Համբուրգի Բիլշտեդ կայարանում մետրոյի գնացքի մասնակցությամբ։ Դատարկ շարժակազմը մանևրային ուղու վրա բախվել է փակուղային հենակին, ինչի հետևանքով 3 վագոն դուրս է եկել ռելսերից։ Կայարանների միջև երթևեկությունն անմիջապես դադարեցվել է։
Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կացության վկայագիրը 14-20 եւ 45 տարեկան դառնալուց հետո։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից, պարզաբանելով, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերի ստորաբաժանում։ Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը անհրաժեշտ է ներկայացնել 1 ամսվա ընթացքում։ Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունները տեղավորվում են Ռուսաստանում վերջին տարիներին նոր թափ ստացած միգրացիոն քաղաքականության տրամաբանության մեջ, որն առնչվում են նաև Հայաստանի քաղաքացիներին։ Քաղաքացիության մասին օրենքը փոխեցին, հիմա էլ հստակեցնում են դեպի քաղաքացիություն տանող այդ բոլոր ճանապարհները, այդ թվում կացության կարգավիճակը։ Փորձում են կեղծ փաստաթղթերը շրջանառություն անել։ Ամուսնությունների հիմքով ինչքան ուզեք, ու այդ փաստաթուղթը բառացիորեն միգրանտների բառերով ասեմ, վիդնաժիտեսպա գնանք սարքենք։ Այսինքն դա process է, որ գնում են սարքելու։ Ինչ նվաճումների համար են պետական համակարգում աշխատող պաշտոնյաները ստացել մեծ չափի պարգևավճարներ, արդարացված է 3.5 միլիարդ դրամ հատկացված ֆոնդը։ Լրագրողների հարցին ի պատասխան ֆինանսների նախարարը հայտնել է, թե հանրությունը պետք է չզայրանա պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից։ Նախարարն այդ որոշումն անվանել է համարձակ քայլ, հիմնավորելով, թե պաշտոնյաներին հաջողվել է 300 միլիարդով ավելի հարկ հավաքել 2024-ի համեմատ։ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ դրան հասել են նաև պաշտոնյաների բիզնեսով չզբաղվելու եւ այն չհովանավորելու շնորհիվ։ Իդեպ ֆինանսների նախարարն այսօր հայտնել է նաև, որ 2 օր առաջ հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է որպես պաշտոնատար անձ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն։ Վահե Հովհաննիսյանը սակայն իրեն վերագրվող մեղքը չի ընդունում։ Այդ քրեական գործի շրջանակներում 3 չի առաջորդն եմ ես հարցաքննվել, ու չգիտեմ, որ ասում եք ապօրինի ձեռնարկատիրություն ինչի նկատի ունեք, որովհետև ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ որ ես դարձել եմ պետական պաշտոնյա, այսինքն դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են։ Վերջին շրջանում ֆինանսական դաշտում նկատվում են զգալի փոփոխություններ, ամերիկյան արժույթը թուլանում է, թանկարժեք մետաղները, հատկապես ոսկին ու արծաթը արձանագրում են աճ, իսկ բնակարանների շուկայում ակտիվությունը նվազել է։ Ստեղծված իրավիճակում բազմաթիվ մարդիկ փորձում են հասկանալ, ինչ ուղղությամբ է նպատակահարմար ուղղել իրենց խնայողությունները, որոնք են այսօր առավել քննարկվող տարբերակները եւ ինչ հեռանկարներ են բացվում դրանց դեպքում, փորձել է պարզել Արմեն Աթալյանը։ Վերջին շրջանում դոլարի փոխարժեքը սկսել է նվազել։ Մյուս կողմից շարունակում է աճել ոսկու գինը, որն էլ իր հետևից տանում է արծաթը, իսկ անշարժ գույքի շուկայում էլ նկատվում է լճացում։ Շատ քաղաքացիներ հարց են տալիս, ինչ տարբերակով պահենք մեր խնայողությունները, որպեսզի դրանք չարժե զրկվեն, իսկ լավագույն սցենարով հավելյալ եկամուտ գեներացնեն։ Սկսենք դոլարից։ Եվ արժեզրկման ռիսկ այո ունենք։ Դոլարային ավանդների տոկոսադրույքները կարելի ասել չին, զրոյական էլի, տոկոսադրույք չկա այնտեղ։ Դոլարը ընդհանուր առմամբ որոշակիորեն զենքի վերածեցին օգտագործելու իրենց գեոքաղաքական հակառակորդների դեմ, ու դրա արդյունքում անորոշությունները դոլարի շուրջ մի շարք երկրների մոտ մեծացան։ Մյուս տարբերակը ոսկին է, որի գրամի արժեքը օր-օրի ծանրանում է միջազգային բորսաներում։ Արդյոք կշարունակվի գնաճը, ըստ այդմ էլ դրա շահութաբերությունը, հարց, որն այսօր զբաղեցնում է շատ մարդկանց։ Խոշոր ներդրողները, որոնք տրիլիոն դոլարներով ակտիվներ են կառավարում, արագ իրենց պորտֆելները տեղափոխում են դեպի ավելի ապահով ակտիվների։ Ոսկու գնի աճին մի այլ գործոն էլ օգնեց, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, սկսվելուց հետո Միացյալ Նահանգները, եվրոպական երկրներ, Մեծ Բրիտանիան, որպես պատժամիջոց սառեցրեցին Ռուսաստանի Դաշնության միջազգային պահոստները։ Ոչ թե եկամտաբերություն են ակնկալում, այլ 5 տարեկան զավակին միացցելիքային նվիրում, որ 20-ամյակին ենթադրենք ինքը ինչ կորոշի կանի դրա հետ։ Այդ դեպքում ոսկին ամենաարդյունավետն է։ Երրորդ տարբերակը շինարարությունն է։ Գաղտնիք չէ, որ եկամտահարկի վերադարձի օրենքից օգտվող շատ քաղաքացիներ բնակարան են ձեռք բերել այս ընթացքում որպես ակտիվ, այսինքն տունը պատրաստ լինելուն պես վարձակալության են հանձնելու։ Անշարժ գույքի երկու տեսակ հետաքրքրություն ունի։ Դա կոչվում է пассив եկամուտ, այսինքն իր անշարժ գույքի արժեքի հավելաճ, ինչը նշանակում է պայմանականորեն $100,000 ձեռք բերած գույքը 10 տարի հետո
կլինի $130,000։ Վարձակալությունները շատ խնդրահարույց են, այսինքն կարող է մարդը տարածք ունենա, բայց չկարողանա վարձակալության հանձնել։ Մասնագետների տեսանկյունից այս պահին իրավիճակը համաշխարհային ֆինանսատնտեսական դաշտում բավականին անորոշ է եւ խիստ շաղկապված է աշխարհաքաղաքականության հետ։ Այսինքն համաշխարհային հակամարտության ֆոնին խոշոր խաղացողները կարող են կատարել քայլեր, որոնք գլխի վրա շուռ կտան ցանկացած շուկա։ Ըստ այդմ, այս պահին չափազանց բարդ է կանխատեսել, թե ինչ կկատարվի թանկարժեք մետաղների կամ արտարժույթի շուկայում 6 ամիս անց։ Փոխարենն այս պահին Հայաստանում դեռ բավականին կայուն է դրամը։ Մասնագետները կանխատեսում են, որ նախընտրական շրջանի հետ կապված Հայաստան է մտնելու մեծ քանակությամբ արտարժույթ, այնպես որ ամեն ինչից անկախ դրա փոխարժեքը գալիք ամիսներին դժվար թե բարձրանա։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Մյուս թեմաները քիչ անց։ Պատվաստվել թե ոչ, հասարակությունը տարակարծիք է, արդյոք պատճառը անվստահությունն է առողջապահական համակարգի նկատմամբ։ Ընդլայնվել է հեղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը, պայքար նորածնային մահացության դեմ։ Մեթեոաշխարհ կայուն երկինք, ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ Աշնանային և ձմեռային ամիսներին սուր շնչառական վարակների ակտիվացումը կրկին օրակարգ է բերում պատվաստումների հարցը։ Հայաստանում հասարակության շրջանում շարունակվում են քննարկումներն ու տարակարծությունները պատվաստվել թե ոչ, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաների առողջությանը։ Մասնագետները զգուշացնում են, պատվաստումներից խուսափելը կարող է լուրջ վտանգներ ստեղծել ոչ միայն անհատի, այլև ամբողջ հասարակության համար։ Սուր շնչառական վարակների ակտիվացման ֆոնին Հայաստանում օդից կախված է մնում մեկ հարց՝ պատվաստվել թե ոչ, որն է տարակարծությունների պատճառը։ Ծնողները պատվաստումից խուսափելու մի քանի հիմնական պատճառ ունեն։ Առաջինը վախն է կողմնակի ազդեցություններից։ Շատ ծնողներ մտահոգվում են, որ պատվաստանյութը կարող է առաջացնել բարդություններ, ալերգիկ ռեակցիաներ կամ նույնիսկ վնասել երեխայի առողջությունը։ Այս վախերը հաճախ սնվում են սոցիալական ցանցերում տարածվող չստուգված տեղեկություններով։ Երկրորդ պատճառը ապատեղեկատվությունն է։ Ինտերնետում եւ տարբեր հարթակներում տարածվում են տեսանյութեր, թե պատվաստանյութերը կարող են առաջացնել աուտիզմ կամ այլ լուրջ հիվանդություններ։ Սակայն գիտական հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ նման կապ գոյություն չունի, վստահեցնում են մասնագետները։ Չպատվաստվելու երրորդ հիմնական պատճառը անվստահությունն է առողջապահական համակարգի նկատմամբ։ Որոշ ծնողներ չեն վստահում բժիշկներին կամ պետական ծրագրերին եւ կարծում են, որ իրենց երեխայի առողջությունը ավելի լավ կպաշտպանեն, հրաժարվելով պատվաստումներից։ Առողջապահության նախարարն ինքն էլ հավաստիացրեց, պատվաստումները իրենց դրական ազդեցություններն ունեցել են։ 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Սակայն ինչ վտանգներ կան, երբ մարդ պատվաստված չէ, սա լուրջ ռիսկ է։ Առաջին հերթին մարդը դառնում է խոցելի այն հիվանդությունների նկատմամբ, որոնք կարող են ունենալ ծանր բարդություններ, թոքաբորբ, կրություն, նյարդաբանական խանգարումներ եւ նույնիսկ մահ։ Խոսքը կարմրուկի, կապույտ հազի, պոլիոմիելիտի եւ այլ վտանգավոր հիվանդությունների մասին է։ Բացի այդ, չպատվաստված մարդը կարող է դառնալ վարակների տարածման աղբյուր, վտանգելով նորածիններին, տարեցներին եւ թույլ իմունային համակարգ ունեցողներին, պնդում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետը։ Նրա խոսքով պատվաստումները հանրային առողջապահության ամենաանվտանգ միջոցառումներից են։ Չպատվաստվելու դեպքում առնվազն հնարավոր է հիվանդանալ այլ հիվանդություններով, որը կառավարելի է պատվաստանյութերով՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, փայտացում, պոլիմելիտ։ Մեկը երևի չի հիշում Հայաստանում երբ է գրանցել պոլիոմելիտի վերջին դեպքը, որը ծանր վարակիչ հիվանդություն է իր հաշմանդամության, մահացության ցուցանիշներով, որովհետև վերջին դեպքը գրանցվել է 95 թվականին եւ 2002 թվականից Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ կարգավիճակ ունեցող երկիր։ Բայց արդյունքը ապահովվել է պատվաստումների միջոցով։ Եվ եթե այն պահից, երբ որ չպատվաստվեն, բնակչությունը չպատվաստվի եւ ունենան բնակչության շրջանում մեծաթիվ անկալ օրգանիզմներ, ապա հիվանդությունների հետ վերադարձ կունենան։ Յուրաքանչյուր չպատվաստվող մասնագետի խոսքով վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, քանի որ պատվաստումը պետք է դիտարկել սոցիալական պատասխանատվություն։ Այսպիսով պաշտպանում ենք նաև այն մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող պատվաստվել։ Գրիգորյանի խոսքով միֆերը շատ տարբեր են, մարդիկ կարծում են ավելի լավ է հիվանդանալ բնական վարակով ու ձեռք բերել իմունիտետ, քան պատվաստվել, բայց դա այդպես չէ, պնդում է պաշտոնյան ու
Հավելում, բնական վարակով վարակվելու դեպքում ունենում ենք հիվանդություն, հիվանդության հետ ուղեկցվող բարդություններ, որոնք կարող են նաև անբարեհաջող ելք ունենալ, ընդհուպ մահվան տանել։ Ինչու ունենալ նման դեպքեր, եւ փորձը ցույց է տալիս, որ վերջին 230 տարվա ընթացքում վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը պետական պատվերի շրջանակներում։ Նախկինում այդ հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում։ Այժմ դրանք ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտություններում։ Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտությունները անկախ ցուցումների առկայությունից, որը կնպաստի վերարտադրողական կորուստների նվազեցմանն, այդ թվում վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի, մեռելածնության կանխարգելմանը եւ նորածնային մահացության նվազեցմանը։ Հիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության եւ ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության եւ առողջ երեխաների ծնունդին։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու կամավոր հանձնումը ըստ ոստիկանության շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Համայնքային քրեական բարեկային ծառայությունների եւ ոստիկանության գվարդիայի աշխատակիցների բացատրական աշխատանքով պայմանավորված վերջին շրջանում կամավոր հանձնվել է 45 նաձիգ, 30-ից ավելի հրացան եւ ատրճանակ, 20 նռնակ եւ ավելի քան 3500 փամփուշտ։ Ոստիկանությունը զգուշացնում է, որ զենք զինամթերքը կամավոր հանձնելով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Անցած մեկ օրում գրանցվել է 8 ավտովթար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Սվետլանա Ավդիշյանը։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մահացել, զոհվել է 30 զինծառայող, որոնց թվում նաև կենսաբանական մահերն են, հայտարարել է Պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծառայության հետ կապված 6 դեպք է, մնացած 24-ը ծառայության հետ կապ չունեն, տանը հիվանդություններից, ճանապարհային երթևեկության խախտումների, վթարի հետևանքներով են։ 2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6 դեպք է եղել, մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2-ը ինքնասպանության, 2-ն էլ առողջական խնդիրների պատճառով, պարզաբանել է Պապիկյանը։ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին մի հրապարակում եղավ, որտեղ գրել էին, թե համացանցում հայտնվել է Նաթան arczepiskopos Հովանեսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Նույն աղբյուրում հրապարակվել է նաեւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն։ Փաստաբանը բողոք է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին քաղաքական կամք դրսևորելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաեւ մեր վարչապետին, այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է։ Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը, ասել է Խաչատուրյանը։ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարվում է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նա այդ մասին հայտնել է Facebook-յան էջում, նշելով, որ միաժամանակ որոշել է ինքնաբաց հարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Հիշեցնենք, Հունանյանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվեց Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին։ Ազգային ժողովում նոր մոդելի մասին խոսել է ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանը նկատել է, որ քաղաքացիները դժգոհում են վարորդականի քննությունների հերթերից, հատկապես Երևանում, որտեղ գործնական քննությանը հասնելու հերթը ձգվում է մինչև ամառ։ Նա նշել է, որ ներդրել են նոր հերթագրման համակարգ, Երևանի ստորաբաժանումում ավելացրել են աշխատակիցների ու մեքենաների թվերը, որոնք սպասարկում են գործնական քննությունները։ Իսկ ապագայում նախատեսում են նաև մասնավոր հատվածի ներգրավում եւ համակարգի բարեփոխում։
9602 ուսուցիչ ուսուցչական կազմի շուրջ 31%-ը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը եւ բարձր է վարձատրվում։ Ազգային ժողովում հայտարարել է կրթության նախարարը, նրա գնահատմամբ սա լավ դինամիկա ու առաջընթաց է։ Բացի այդ, նախորդ տարի դպրոցներ են մտել շուրջ 4000 նոր ուսուցիչներ, նրանց 80%-ը մինչև 45 տարեկաններն են։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ այս մարդիկ ընտրել են մանկավարժությունը, որովհետև տեսնում են, որ ուսուցիչը արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների, հարևոտ երկնքով, ջերմաստիճանն այս գիշեր կնվազի եւս 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 8 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 3-ից 6 աստիճան ցուրտ։ Լոռիում կդիտվի 2 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն։ Տավուշում 0-ից 3 աստիճան ջերմություն, Հարրատում Արմավիրում կանխատեսվել է 0-ից 3 աստիճան ցուրտ, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 2-ից 5, Սյունիքի նախալեռներում 0-ից 2 աստիճան տաքություն, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 11-ից 13, ցերեկը 1-ից 3, երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ ձեզ խաղաղ երեկո, ցտեսություն։